Եվ տեսեք շատ այսպես ճիշտ բնութագրեցիք այդ ֆենոտիպը հայ տղամարդու, որը փորձում է իրեն հերոս զգալ սեռական կյանքում մաչոյի սինդրոմով, այո, բայց ասեմ, որ իրականում հետազոտությունները փաստում են, որ շաբաթական 2 անգամ 1 գավաթ գինին միայն լավացնում է եւ ոչ միայն սեռական կյանքը եւ անոթների վիճակը եւ քանի որ այնտեղ կա հակաօքսիդանտ ռեսվերատրол եւ մենք ունենում ենք եւ սիրտանոթային համակարգի համար շատ լավ է որպես հակաօքսիդանտ եւ լավացնում է հանում է սպազմը անոթների ինչու՞ չէ հանում է նաեւ ավելնորդ տագնապային կամ ստրեսային վիճակը հա լիցքաթափում է մի քիչ բայց տեսեք շատ կարեւոր է 3 գավաթ տղամարդկանց համար 2 գավաթ կանանց հատուկ հետազոտություն է արված, այո, հատուկ հետազոտություն եւ ալկոհոլ պարունակող խմիչքի հետ միակ հետազոտությունն է, որ հավաստի հաստատված է եւ սա խոսքը գնում է հենց նորմալ օգտագործման։ Իհարկե ոչ ոք չի ասում, որ բնականաբար տարբեր միջոցառումներ են լինում մարդու կյանքում, ծնունդներ, քեֆեր, ուրախություններ եւ մարդը չպետք է ընդհանրապես ոչ մի կաթիլ օգտագործի։ Խոսքը իհարկե իսպար դրա մասին չէ։ Խոսքը չարաշահման մասին է։ Եվ ասենք, որ այդ չարաշահումը 1 օր չի տևում։ Մի քանի օր իրար հետևից տևական ժամանակ իրան կարող են օգտագործում են եւ իսպար նվազում է սեռական ֆունկցիան, ինչու նաեւ սերն արտադրության վրա է ազդում, գալիս ենք արդեն երկրորդային անպտղության եւ այլ այդպիսի բարձր խնդիրներ։